Աշխարհի ամենահարուստ 9 հայերը ըստ Forbes-ի։ Նրանցից մեկը Երևանի բանտում է, իսկ մյուսը Բաքվում գերության մեջ։ Առաջին տեղում հեռահաղորդակցության ու հանքարդյունաբերության ոլորտների գործարար ռուսաստանցի Ալբերտ Ավդոլյանն է 5 միլիարդ դոլար կարողությամբ։ Երկրորդ տեղում 92-ամյա արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է 3.4 միլիարդ դոլարով։ Երրորդ հորիզոնականը 3.2 միլիարդական դոլարով կիսում են Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով հիմա ապօրինի կալանքի տակ է Երևանի ԱԱԾ կալանավայրում, եւ Մագնիտ ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկի Հարությունյանը։ Այնուհետև տեղափոխվում ենք Մեծ Բրիտանիա։ Այստեղ բնակվող ռուսաստանահայ 51-ամյա Անդրեյ Անդրեև Օհանջանյանի կարողությունը 2.1 միլիարդ դոլար է։ Նրան հաջորդում է 44-ամյա ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1.7 միլիարդ դոլարով։ Ընդ որում Քիմ Քարդաշյանը այս ցանկի միակ կինն է եւ ամենաերիտասարդ միլիարդատերը։ Ցանկն ամփոփում են Կիպրոսաբնակ գործարար Fixed Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանը 1.6 միլիարդ դոլարով, ամերիկահայ գործարար Մոդեռնա ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ու ադրբեջանցիների կողմից գերեվարված Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ գտնվող 56-ամյա Ռուբեն Վարդանյանը 1.2 միլիարդ դոլարով։ Ցավալի է, որ Ռուբեն Վարդանյանի գերությունից ազատման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրաժարվում է որևէ լուրջ ջանքներ դնել։